Եկան այն օրերը, երբ մենք ընտրողներից վերածվեցինք հասարակ քաղաքացիների։ Այլևս ոչ ոք մեզ ոչինչ չի խնդրում ու չի համոզում, չի առաջարկում ծառայություններ, գազելներ չի ուղարկում մեր հետևից։ Փակվեց 2017-ի ընտրաշրջանը եւ սկսեց նստաշրջանների ժամանակը։ Բարի տեսանք։ Սա հենց այն հիմնական, կարևորագույն, միակ ընտրությունն է։ Լուրջ չեմ նայում դրան, դրանց համարում եմ խոսակցություններ, ոչ թե կուսակցություններ։ Նույնիսկ եթե ակնհայտ ինչ-որ խախտում դուք այդտեղ չտեսնեք, միևնույնն է, կասկած կա այդ խաղի արդյունքների վերաբերյալ։ Հատկապես այդ խաղի կանոնները դիզայն անողների տեսակետից, ովքեր որոշակի խնդիրներ էին ուզում լուծել։ Ովքեր նույնիսկ չեն հասկանում, թե իրենք ուր են գնում եւ ինչի համար են գնում, այդ մարդկանց ուղղակի տանում են ընտրության։ Դրա համար ես կուզենայի մի քիչ սթափվի ժողովուրդը։ Եվ այսպես մենք հայտնվեցինք կիսանախագահական, կիսախորհրդարանական հանրապետությունում։ Նոր սահմանադրությունը մեզ հնարավորություն է տալիս մի քիչ էլ ապրել այս պայմաններում, մինչև մեր ճակատագիրը անմնացորդ կհանձնենք նոր խորհրդարանին ու վարչապետին։ Ուրեմն արժե մի անգամ էլ հիշել, թե ինչպես այսպես որոշվեց։ «2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեով փոխվեց Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը։ Փոփոխությունների ենթարկվեց ընտրական օրենսգիրքը, սահմանվեց նոր ընտրակարգ։ Նախկինից մնաց ամենահայտնի բաղադրիչը՝ վանդակում նշան դնելը։ Մնացած գրեթե ամեն ինչ փոխվեց՝ քվեարկության կարգը, մանդատների բաշխումը, ազգային ժողովի ձևավորումը։ Այսպես Հայաստանն անցավ խորհրդարանական համակարգի։ Շատ-շատերը գնում են ընտրության առանց գիտակցելու, որ սա հենց այն հիմնական, կարևորագույն, միակ ընտրությունն է, գալիք 5 տարվա համար բախտորոշիչ ճակատագրական։ Համարյա բոլոր նախագահական ընտրությունները 91 թվականից հետո ուղեկցվել են այսպես կոչված հետընտրական գործընթացներով, բողոքներով, մարտի 1 եւ այլն։ Այսինքն իսկ խորհրդարանական ընտրությունները համարյա ոչ մի անգամ նման բան չի եղել։ 9 քաղաքական ուժերից խորհրդարան անցան 4-ը։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, Ծառուկյան դաշինքը, Ելք դաշինքը եւ Հայ հեղափոխական դաշնակցությունը։ Օրենսդրությամբ նախատեսված կայուն մեծամասնությունը ստացավ Հանրապետականը։ Ավանդաբար ընտրությունները դիտարկող տեղական կազմակերպությունները միավորումներ էին կազմել ավելի արդյունավետ գործելու համար։ Նրանք գրանցեցին բազմաթիվ ընտրախախտումներ։ Զեկույցներում ամենաշատ շրջանառվող երևույթի ընտրակաշառքի մասին խոսեցին նույնիսկ եվրոպացի դիտորդները, բայց բացահայտումներ չեղան։ Ընտրությունները սահմանադրական դատարանում բողոքարկեց միայն պարտված ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը, հայցը մերժվեց։ Մենք տեսանք կողմնակի անձանց ներկայությունը, կեղծ դիտորդների առկայությունը, լցոնումներ որպես այդպեսին չեն լինում, ուղեկցող անձանց առկայությունը, այսինքն ինչքան ծեր հիվանդ եւ այլն մարդիկ կան, ովքեր նույնիսկ չեն հասկանում, թե իրենք ուր են գնում եւ ինչի համար են գնում, այդ մարդկանց ուղղակի տանում են ընտրության։ Ընտրությունների էվոլյուցիան, այսպես ասենք, տեղի ունեցել ավելի կոպիտ խախտումներից դեպի ավելի ոչ թե մեղմ, բայց դժվար ապացուցելի խախտումներ։ Դիտորդների համար անվերահսկելի էին տեղամասերից դուրս կատարվող խախտումները, կուտակումներ, ընտրակաշառք վարչական ռեսուրսի կիրառում։ Այս մասին բարձրաձայնեց իրազեկ քաղաքացիների միավորումը, համացանցում տեղադրելով դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների գաղտնի ձայնագրությունները։ Երկու անգամ են ցուցակ ուղարկել, չգիտեմ ձեզ որն են ուղարկել։ Եթե մենք հաշվենք ամբողջ ապարատը գործող չինովնիկական Հայաստանում, պետական ապարատը, հաշվենք ոստիկանության քանակը, հաշվենք բանակը, ապա կհասկանանք, որ այստեղ մենք խոսում ենք մի քանի 100,000 պոտենցիալ ընտրողների մասին։ Ազգային ժողովի ընտրություններն անցան առանց հետընտրական զարգացումների։ Համացանցը ցնցած խախտումներից 498-ով սկսեց զբաղվել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը։ Ոստիկանությունը ստացավ 309 ահազանգ եւ արդյունքում ընտրախախտումների դեպքերով հարուցվել է 19 քրեական գործ։ Նմանատիպ դիտորդական առաքելությունները արդեն հաջորդ ընտրություններին երևի թե ժամանակավրեպ կդառնան։ Միգուցե հենց հասարակական կազմակերպությունները, նաև ընդդիմադիր կուսակցությունները ու քաղաքական ուժերը պետք է մտածեն նոր մոդելների մասին, թե ինչպես է հնարավոր նախընտրական ժամանակահատվածում ուղղակի
անել այն, ինչ որ արվում է նաև ընտրատեղամասում։ Մոտ 70% ընտրողների մասնակցություն գրանցած ազգային ժողովի ընտրություններից 1 ամիս անց տեղի ունեցան Երևանի ավականու ընտրությունները։ Ընտրելու իրավունք ունեցող 842,151 երևանցիներից քվեարկության գնաց 345,000-ը։ Փորձագետները տարբեր կերպ են բացատրում սա՝ հիասթափությունից մինչև արտագաղթ։ Ընտրություններին մասնակցած 3 ուժերը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, Երկդաշինքը եւ Քարոզարշավից ընդամենը 14 օր առաջ գրանցված Երկիր Ծիրանի կուսակցությունը անցան մայրաքաղաքի ավականու կազմ։ Արդյունքում Երկիր Ծիրանին ստացավ 5, Հանրապետականը 46, Երկդաշինքը 14 տեղ։ Ընդհանրապես Հայաստանում միշտ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցությունը ցածր է եղել։ Սա կապված է նրա հետ, որ մարդիկ հասկանում են, որ Հայաստանում շատ գերկենտրոնացված համակարգ է։ Եվ տեղական ինքնակառավարման մարմինները վերջո հարց չեն լուծում։ Վերջո ամեն ինչ լուծվում է վերևից։ Ընտրակաշառքի բացահայտման փորձերն այս անգամ ցայտուն էին։ Քվեարկությունից 2 օր առաջ Երկդաշինքը հրապարակեց ընտրակաշառքին վերաբերող ցուցակներ ու ցուցումներ, Հանրապետականի օգտին քվեարկած քվեաթերթիկների նմուշներ։ Դաշինքի համակիրները հետևել էին իշխանության կուսակցության շտաբի աշխատակցին, ով թղթեր նախ պարկղներ նետել, հանել էին դրանք ու երկրորդ կյանք տվել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սակայն դրանք չճանաչեց որպես ընտրությունների արդյունքների վրա ազդելու փորձ։ Քվեարկությունը կայացավ։ Պատկերացրեք ֆուտբոլի խաղ, որտեղ դատավորը թիմերից մեկի անդամն է։ Նա այդ նույնիսկ եթե ակնհայտ ինչ-որ խախտում դուք այդտեղ չտեսնեք, միևնույնն է կասկած կա այդ խաղի արդյունքների վերաբերյալ, որովհետև պարզ պատճառը, որ կարող է հակառակ թիմը գիտի, որ միևնույնն է, ինչքան էլ իրենք գոլ խփեն, այդ գոլերը չեն հաշվելու։ Քվեարկության օրը ընտրակաշառք բացահայտելու նպատակով Հայաստանի Հանրապետական կուսակցության շտաբ մուտք գործեց Երկիր Ծիրանի կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը աղջկա հետ։ Նրանց ոչ այնքան քաղաքավարի դուրս հանեցին շտաբի աշխատակիցներն ու ոստիկանները։ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունն այժմ ուսումնասիրում է 117 հաղորդում, որից 53-ը ընտրակաշառք բաժանելու դեպքեր են։ Երևանը փոքր է եւ կոմպակտ է, հնարավոր եղավ բացահայտել բազմաթիվ դեպքեր եւ ուղղակի բոլորի համար այն ինչ որ պարզ էր ապրիորի, որ ընտրակաշառք է բաժանվում եւ մարդիկ, այսինքն ոչ մեկ ովքեր ընտրակաշառք էին վերցնում կամ ովքեր որ բաժանում էին, իրենք երբեք չեն ժխտել, որ իրենք դա անում են։ Բայց փաստացի ապացույցներ, այսինքն բացահայտվեցին հենց Երևան քաղաքի ընտրությունների ժամանակ։ Ինչու մարդը գնաց կարճատև պահանջմունքի կարճատև բավարարմանը վերցրեց ընտրակաշառք եւ ընտրեց ոչ իր կամքին համաձայն, այլ ոչ թե գնաց երկարատև արդյունքի հետևից ընտրելով ապագա։ Սրա պատասխանը կարծում անդադ նույն տիրույթում է ընկած։ Անձ իրեն չի ասոցացնում, չի զուգորդում, իր ապագան չի կապում պետության հետ։ 6-րդ գումարման ազգային ժողովն ընտրվել է 5 տարի ժամկետով։ Այդ ընթացքում այլ համապետական հերթական ընտրություններ չեն լինի։ 2018 թվականին գործող նախագահի լիազորություններն ավարտելուց հետո նոր նախագահին կընտրի եւ վարչապետի թեկնածությունը կհաստատի այս ազգային ժողովը։ Ընտրության առարկան քննարկում ենք Համազես Տանելյանի հետ, բարեցես։ Բարեցես։ Ինչ առանձնահատկություն ունեցավ մեր այս ընտրաշրջանը, եթե հաշվենք ազգային ժողովի եւ մայրաքաղաքի ավականու ընտրությունները։ Ամենաակնհայտներից մեկը դա խաղի կանոնների փոփոխությունն էր պարլամենտի ձևավորման, որը իր արդյունքը տվեց, իր դրական արդյունքը տվեց հատկապես այդ խաղի կանոնների դիզայն անողների տեսակետից, ովքեր որոշակի խնդիրներ էին ուզում լուծել։ Մասնավորապես այդ կուսակցական ցուցակների եւ նույն կուսակցության ներկայացուցիչների միջև մրցակցության խրախուսումը, ընտրատարածքների մեծացման միջոցով, բայց որ ամենակարևորն է նաեւ այդ ձայների, անհատներին տրվող ձայների անվերապահորեն կուսակցության գնալու հանգամանքը, որովհետեւ նախկինում այդ երկու բաղադրիչներն էլ բացակայում էին եւ իսկապես արդյունքները արդարացրեցին իրենց։ Ընտրողներին ինչ մնաց, դժվար է ասել, որովհետեւ նույն արդյունքները ցույց են տալիս, որ մենք ունենք շատ տարբեր տեսակի ընտրողներ, տարբեր մոտիվացիաներով։ Եվ այստեղ ավելի կարևոր հարցը, թե տարբեր տեսակի ընտրողների համամասնությունը ինչպես է փոխում ժամանակի ընթացքում։ Տեսակներ ասելով ես ոչ թե նկատի ունեմ, թե քանի կուսակցության նախընտրություն տվողներ, այլ ինչ մոտիվացիաներով ընտրող կամ չընտրող, քվեարկող կամ չքվեարկող մարդկանց համամասնության մասին է խոսքը, որովհետև
Ինչպես ցանկացած երկրում, այնպես էլ Հայաստանում կա մարդկանց խումբ, ովքեր հիմնականում հակված է օրինակ քվեարկել իշխանության անկախ նայեցիովա իշխանության, նույն կերպ որ կան մարդիկ, ովքեր հակված են քվեարկել ընդդիմության անկախ նայեցիովա ընդդիմություն։ Այստեղ ամենակարևորը դրա համամասնության մասին է խոսքը եւ ինչպես են քաղաքական ուժերը փորձում են համամասնությունը փոխել։ Մյուս կողմից նաեւ այս երկու ընտրությունների ժամանակ էլ կարծում եմ աննախադեպ չափով ջանք գործադրվեց բացահայտելու ընտրությունների կազմակերպման մութ կողմը տեղամասերից դուրս սկսած այդ դպրոցի տնօրենների ձայնագրությունները վերջացրած աղբարկի փնտրտուքը կարծում եմ մի հետաքրքիր առանձնահատկություն որ տեսանք նախորդ ընտրությունների ընթացքում դա նոր ավելի եթե կարելի ասել ստեղծագործական մեթոդներով քվեի գաղտնիության սկզբունքի խախտման օրինակներն էր սկսած գույնզգույն թելեր վերջացրած գնալով ավելի լայն տարածում ստացող այդ օգնողի ինստիտուտը որ երբ որ մարդկանց ուղեկցում էին քվեա խցիկի ետև եւ հաճախ առանց հարցնելու պարզապես նշումը անում էին խնդիրն այն է որ դրան կարծում եմ մինչև այս պահը բավարար չափով adekvat արձագանք չի տրվել իրավապահ համակարգի կողմից եւ սա նորից խնդիր է որ պետք է հաշվի առնել։ Սա շարունակենք կարճ դադարից հետո։ Երբեք չպետք է այսպես հուսալքության, այսպես թակարդը միշտ ընկնել։ Մեր ընտրողը այսօր կերպար չունի։ Կերպարանազրկել են մեր ընտրողին։ Եթե տվյալ ծրագրի այսպես գոնե 50% իրականանա, Այդ ուժը կարողացավ ճեղքել այդ դիմադրության պատը։ Ընտրության առարկան շարունակում ենք Համազած Դանիելյանի հետ։ Ինչքանով ձեզ կարողացավ ընտրողը իրականացնել իր ընտրական իրավունքը այդ մեկ օրում, որը հետո որոշելու է 5 տարին։ Մենք այլևս չենք ունենալու համապետական ընտրություն, ինչպիսին նախագահականն է, բոլոր իրավունքները ընտրողը պարփակեց մի քվեի մեջ եւ տվեց ազգային ժողովին։ Ես չեմ կարող համաձայնել այդ տեսակետից, որ իր բոլոր իրավունքները պարփակեց մի քվեի։ Շատ պարզ քաղաքացու համար քաղաքական մասնակցության շատ տարբեր խողովակներ կան։ Միգուցե սա ամենաշոշափելի, ամենակոնկրետն էր եւ վստահ չեմ թե որքանով այդ գիտակցումը կար այս մեկ քվեի կարեւորության ամեն դեպքում քաղաքական ուժերը փորձեցին դա հասցնել տեղ հասցնել հանրությանը, բայց որպես կանոն 1, 2, 3 ընտրական շրջափուլ պետք է լինի, որպեսզի ավելի մեծ թվով մարդիկ ընկալեն փոփոխված խաղի կանոնները։ Քաղաքական էլիտան հիմա ինչպես ընդունված է ասել, որոշակի փոփոխություններ է կրում։ Մարդիկ ինչ որ մի կերպ կզգան, որ վերևում էլիտա է փոխվել, որ սահմանադրություն է փոխվել, որ ընտրակարգ է փոխվել։ Ձեր նշածներից յուրաքանչյուրը առանձին է եւ պարտադիր չի, որ օրինակ էլիտայի փոփոխությունը բերի օրինակ կառավարման մեթոդների փոփոխության կամ սահմանադրության փոփոխությունը բերի էլիտաների փոփոխություն։ Ավելին հաճախ էլիտաները նախաձեռնում են սահմանադրական փոփոխություններ եւ խաղի կանոնների փոփոխություններ, որպեսզի էլիտան չփոխվի։ Որքանով դա շոշափելի կլինի մարդկանց համար կառավարման կարգի, դա նորից կախված է նույն նոր ձևավորված խորհրդարանից եւ որքանով ինքը կարողանա իրացնել իր լիազորությունները։ Շնորհակալություն զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Ունենք ինչքան 75-6 կուսակցություն։ Ես լուրջ չեմ նայում դրանց համարում եմ խոսակցություններ, ոչ թե կուսակցություններ։ Ծաղրանկարիչ Հարություն Չալիկյանն ամբողջացնում է ընտրություններին մասնակցած 3 կուսակցությունների ընտրողի կերպարը։ Ընտրություններին ավելի շատ երևում են թեկնածուների կերպարները, ամեն անգամ նորովի ու նոր լուծումներով։ Նրանց խոստումնառատ պաստառները մայրաքաղաքի բնակիչներին դեռ հիշեցնում են Երևանի ավականու ընտրությունների մասին։
Հիմա ձևավորվեց մի ուժ, որի թիկունքում որևէ այլ ուժ նախկինում իշխանական կամ ներկա չկա պարզապես, եւ այդ ուժը կարողացավ ճեղքել այդ դիմադրության պատը ու մտնել։ Դա արդեն ինձ համար հաղթանակ է։ Արփին ակնկալում էր, որ իր նախընտրած ընդդիմադիր քաղաքական ուժը կճեղքի իշխանական պատնեշը։ Այդպես չեղավ, բայց նա սպասելիքներ դեռ ունի, հակառակ այն քաղաքացիների, ովքեր չմասնակցեցին քվեարկությանը։ 2017 թվականի Երևանի ավականու քվեարկության օրը ընտրելու իրավունք ունեցող երևանցիների մեծ մասը, այսինքն 59%-ը, այս կամ այն պատճառով չներկայացավ տեղամաս։ Այս ընտրություններին մասնակցեց 345,000 մարդ, իսկ 2013 թվականին մոտ 95,000-ով ավելի, 440,000 քաղաքացի։ Մեր ներքին ազատության զգացողությունն են կորցրել, որ ես ազատ կարող եմ ընտրել։ Երբեք չպետք է այսպես հուսալքության, այսպես թակարդը միշտ ընկնել։ Գիտեք, հուսալքությունը հեշտությամբ տանում է իր թակարդը, որովհետև այնտեղ էլ կա հաճելիություն։ Այնտեղ էլ է մի տեսակ քնաբեր, մի տեսակ լուսնորդային վիճակ։ Դրա համար ես կուզենայի մի քիչ սթափվի ժողովուրդը, մի քիչ իրեն կոչի դեպի գիտակցությունը եւ խիզախություն։ Հոգեբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Պողոսյանի կարծիքով հուսալքված վիճակում է եւ ընտրակաշարք վերցնողը եւ այն արհամարողը։ Շատերը սկսել են թերահավատությամբ գնալ ընտրության, ինչը վտանգավոր միտում է։ Եթե տվյալ ծրագրի այսպես գոնե 50% իրականանա, մինչդեռ ես նորից կրկնեցի, որ նախորդ ծրագրի մոտավորապես 80% իրականացել է։ Գոնե 50%-ին երևանցիների կյանքում լուրջ փոփոխություններ կլինեն։ Երևանի ավականու ընտրությունների արդյունքները լիովին արդարացրեցին երիտասարդ կուսակցական Գրիգորի սպասումները։ Ավարտելուց հետո նա ցանկանում է ավելի շատ ժամանակ հատկացնել այժմ իշխող կուսակցության անելիքներին։ Մայրաքաղաքի կարևոր հիմնախնդիրները՝ տրանսպորտը, մաքրությունը, բնակարանային սպասարկումը հիմա արդեն նախընտրական ծրագրերից տեղափոխվեցին աշխատանքային օրակարգ։ Այսօր այս պետությունը, այս իշխանությունը մեր ընտրողին երեսպաշտություն սովորեցրեց։ Դու հոգեպես ում հետ ուզում ես եղի, բայց գիտես դու միևնույն է անելու ես այնպես, ինչպես ես եմ ուզում։ ՀՀԿ-ն օրինակ ավելի կերած խմած տեսք ունի, երկիր Իրանին ավելի ուրիշ տեսակա չէ։ Դեմքերը նույնն են։ Մեր ընտրողը այսօր կերպար չունի։ Կերպարանազրկել են մեր ընտրողին։ Ծաղրանկարիչ Հարություն Չալիկյանի մատիտից պատմության գիրկն անցած ու գործող քաղաքական ու հասարակական կերպարներից քչերն են վրիպել։ Այս մեկն առանձնահատուկ է, իր տասնյակ գործերից այն պատմությանը կհիշեցնի 2017 թվականի ընտրությունները։ Հայաստանցի ընտրողների չարդարացված սպասելիքները ուղիղ համեմատական են արտագաղթի ծավալների հետ։ Սկսած 2011 թվականից Հայաստանից ամեն տարի հեռացել է 41-ից 43 հազար մարդ։ 2016 թվականին պաշտոնական տվյալներով այս թիվը կազմել է 48 հազար։ Հետընտրական այս գրեթե ճշգրիտ բարոմետրի ցուցանիշերը հետագայում կպարզեն, թե ինչ տվեց մեզ նոր սահմանադրությունը։ Իսկ այս ընտրաշրջանի փակումով ընտրության առարկան ավարտում է իր եթերաշրջանը։ Սա մեր վերջին թողարկումն է, բայց ընտրություն միշտ կա, կյանքում ու քաղաքականության մեջ։ Շնորհակալություն, որ ընտրեցիք մեզ եթերում։ Մնացեք բարյավ։